Մենք գալիս ենք ոչ թե թրիպն ու նոյեմբերի 9-ը չեղարկելու կարգախոսով, այլ հենց այդ իրավապայմանագրային փաստաթղթերում Հայաստանի բանակցային փաստաթղթերի շրջանակներում Հայաստանի բանակցային դիրքերը ուժեղացնելու օրակարգով։ Եվ եթե մենք ասում ենք երաշխավորված խաղաղություն, որովհետև առանց միջազգային միջնորդների ու երաշխիքների խաղաղության գործընթացը չի կարող ինստիտուցիոնալ լինել, սա շատ հասկանալի է։ 3 տարի առաջ այս նույն բանը պնդում էր Նիկոլ Փաշինյանը խորհրդանի ամբիոնից։ Ասում էր, եթե միջնորդներ չլինեն եւ միջազգային երաշխիքներ չլինեն, Ադրբեջանը 6 ժամ հետո ստորագրումից հետո կսկսի պատերազմ։ Հիմա մենք այս մարդուն պիտի հարցնենք, ի՞նչն է կոմոդ փոխվել։ Ինքն է իր դիրքորոշումը վերանայել, ոչ թե մենք ենք շոր արտարոս բան ասում։ Ուժային դիսբալանսի պայմաններում, եթե չկան միջազգային միջնորդներ եւ միջազգային երաշխիքներ, ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատվել չի կարող, որտեղ ուժային բալանսի խզումը Ադրբեջանին անդադ դրթելու է ծանր պահանջներ դնել Հայաստանի առաջ, այսինքն մղելու է, իսկ Հայաստանը անդադ գտնվելու է շարունակական կապիտուլյացիայի ռեժիմում։ Մեր ասած ընդամենը էսա։ Մենք պայմանագրեր չեղարկելու, մենք համաձայնություններ չեղարկելու, խաղաղապահ զորքեր բերելու մտադրություն չենք հայտնել։ Մենք ընդամենը խոսել ենք արկա համաձայնությունները միջազգային երաշխիքներով, երաշխիքների համակարգով ուժեղացնելու անհրաժեշտության մասին։